Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղ լարված, էմոցիոնալ եւ ինտրիգներով լի վերլուծությունը։ Իրադարձություններն այնպիսի անսպասելի ու վտանգավոր ընթացք են ստանում, որ կերպարները ստիպված են կայացնել ճակատագրական որոշումներ։ Հարմար տեղավորվեք, քանի որ այսօր մենք կքննարկենք այն շոկային զարգացումները, որոնք հաստատ անտարբեր չեն թողնի ձեզանից ոչ մեկին։ Սկսենք նախորդ սերիայի ողբերգական ծեծկրթուքի անմիջական հետևանքներից։ Ինչպես տեսանք, ճակատագրական հարվածից հետո նվերը հայտնվում է հիվանդանոցում, իսկ Հարութը, ցուցաբերելով տղամարդկություն եւ բարձր պատասխանատվություն, ինքնակամ զանգահարում է ոստիկանություն, որպեսի գան եւ իրեն ձերբակալեն։ Այս խառնաշփոթի մեջ Մանեն, ով նույնպես գտնվում է հիվանդանոցում, կրկին հայտնվում է փակուղում եւ որոշում է զանգահարել Մինասին, խնդրելով նրա օգնությունն ու փրկությունը։ Մինասը, ով արդեն խոստացել էր պատժել նվերին, անմիջապես գալիս է։ Նա մտնում է նվերի հիվանդասենյակ եւ ըստ էության շարունակում է Հարութի կիսատ թողած գործը։ Զայրացած Մինասը սկսում է քաշքշել անօգնական պառկած նվերի գլուխը, կոպտորեն սպառնալով, որ նա հանկարծ չհամարձակվի որևէ բողոք ներկայացնել Հարութի դեմ։ Վախից սարսափած նվերը խոստանում է լռել իր ծեծի մասին, սակայն նրա հիվանդագին ուղեղն արդեն լրիվ այլ, շատ ավելի ստոր պլան է մշակում։ Այդ ընթացքում Մանեին եւս կանչում են ոստիկանություն, որպես կատարված ծեծկրթուքի գլխավոր ականատեսի, որպեսի նա մանրամասն հարցաքննվի, բայց այստեղ զգացվում է Մինասի հզոր ազդեցությունը։ Հետևելով Մինասի խիստ խորհրդին, Մանեն, չնայած որ դեպքը տեղի է ունեցել հենց իր աչքի առաջ, կտրուկ հրաժարվում է Հարութի դեմ ցուցմունք տալուց։ Սա չափազանց կարևոր քայլ է, որը ժամանակավորապես փրկում է Հարութին ծանր մեղադրանքներից եւ ժամանակ է շահում։ Բայց նվերն այն մարդը չէ, որ հեշտությամբ հանձնվի։ Հասկանալով, որ չի կարող Հարութին բանտ նստեցնել ֆիզիկական հարվածի համար, նա դիմում է իր ամենահավատարիմ զենքին, մինչև ականներից ծայրեր իրեն սիրահարված Էլենին։ Նվերը զանգահարում է նրան եւ շատ խղճալի տոնով կանչում է իր մոտ, ասելով, որ միայն նրա օգնության կարիքն ունի։ Էլենը ուրախությունից կորցնելով իրականության զգացումը, անմիջապես վազում է հիվանդանոց, եւ այստեղ նվերը ներկայացնում է իր նողկալի պահանջը։ Նա Էլենին խնդրում է, որ վերջինս համոզի իր ընկերուհիներին, ովքեր այդ ճակատագրական օրը եղել են Սևանում, գնան ոստիկանություն եւ կեղծ ցուցմունք տան Հարութի դեմ։ Նվերը պահանջում է, որ նրանք ասեն, թե իբր այդ օրը տեսել են Հարութին եւ Սեդային միասին, եւ որ հենց Հարութն է բռնաբարել Սեդային։ Էլենը, լինելով կուրորեն սիրահարված, սկզբում միամտաբար համաձայնում է եւ նույնիսկ սկսում է պլան մշակել, թե ինչպես իրականացնի նվերի այս խնդրանքը։ Սակայն եկեք մի պահ կանգ առնենք ու տրամաբանենք։ Այստեղ կա մի շատ նուրբ եւ ճակատագրական վտանգ, որը Էլենը դեռ պետք է շատ լավ ծանրութեթև անի։ Եթե նրա կեղծ ցուցմունքների հիման վրա անմեղ Հարութը հայտնվի բանտում, ապա Սեդան ու Հարութը այլևս չեն կարողանա միասին լինել։ Իսկ ինչ կլինի դրանից հետո։ Միայնակ ու կոտրված մնալով Սեդան միգուցե նորից հայտնվի նվերի տեսադաշտում եւ վերջինս կփորձի օգտվել առիթից ու վերադարձնել նրան։ Ստացվում է, որ կատարելով նվերի կամքը, Էլենը կարող է իր իսկ ձեռքերով ոչնչացնել իր երջանկությունն ու նվերին կրկին մոտեցնել իր ամենամեծ մրցակցին՝ Սեդային։ Ուստի նախքան ոստիկանություն գնալը Էլենը պատք է լրջորեն մտածի, արժե արդյոք հանուն այս տղամարդու դիմել նման ծանր հանցագործության եւ ռիսկի ենթարկել սեփական ապագան։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, արդյոք Էլենի խելքը կկտրի հասկանալ այս պարզ տրամաբանությունը, թե նա կուրորեն կկատարի նվերի հրամանը։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում, ես մեծ սիրով կկարդամ բոլորիդ։ Եվ իհարկե, չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, ամենաթեժ զարգացումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շատ շուտով։ Այսօր մենք հյուրերում ենք խորհրդավոր ինստիտուտ եկել են տաքսիստը։ Կարոտած եկել են ձեզ։ Ասում եմ հետևորդներն էլ ենք ես կարող։ Ուտեմ ես ձեզ։
Այ դու կանաչք։